Պոլսո հայոց պատրիարքարանը հայտնել է, որ պատրիարք Սահակ arczepiskopos Մաշալյանը մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կազմակերպած Իֆթարի արարողությանը։ Միջոցառմանը հրավիրված են եղել Թուրքիայի հոգևոր առաջնորդները եւ համայնքների ներկայացուցիչները։ Հաղորդագրության համաձայն Էրդողանն ուրախությամբ ողջունել է պատրիարք հոր մասնակցությունը։ Թեհրանը պատասխանել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ նամակին, հաղորդել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Պարոն Թրամփի նամակին Իրանի պաշտոնական պատասխանն ուղարկվել է չորեքշաբթի Օմանի միջոցով, ասել է նա։ Վերջինիս խոսքով պատասխան նամակում շարադրված է Իրանի տեսակետն ընթացիկ իրավիճակի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի նամակում առկա թեզերի վերաբերյալ։ Արաղչին նշել է, որ Իրանի քաղաքականությունն է վարել անուղղակի բանակցություններ, քանի դեռ երկիրը գտնվում է առավելագույն ճնշման եւ ռազմական սպառնալիքի տակ։ Անուղղակի բանակցությունները կարող են շարունակվել այնպես, ինչպես ընթացել են նախկինում, հավելել է նա։ Անցյալ շաբաթ Իրանի արտաքին գործերի նախարարն ասել էր, որ Թեհրանի հրաժարումը Միացյալ Նահանգների հետ ուղղակիորեն բանակցելուց մարտավարություն է, ոչ թե ռազմավարություն։ Արաղչիի խոսքով Իրանի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի միջև ընթացող բանակցությունները ըստ էության միջնորդավորված բանակցություն են Միացյալ Նահանգների հետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը մարտի 12-ին Արաբական Միացյալ Էմիրությունների միջոցով նամակ է հղել Իրանին առաջարկելով բանակցություններ սկսել նոր գործարքի համար։ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքից Վաշինգտոնը միակողմանիորեն դուրս էր եկել 2018 թվականին Դոնալդ Թրամփի առաջին պաշտոնավարման ժամանակ։ Եվրոպական եւ միջազգային ֆինանսական կառույցները պատրաստ են ավելի քան 10 միլիարդ եվրո ներդնել Անդրկասպյան միջանցքի զարգացման համար։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Աշխաբադում կայացած Եվրոպական միության եւ Կենտրոնական Ասիայի երկրների նախարարների 20-րդ հանդիպման ավարտին։ Անդրկասպյան փոխադրամիջանցքի զարգացումը խոշոր նախագիծ է, ասել է նա։ Կալասն ընդգծել է Եվրամիության եւ Կենտրոնական Ասիայի երկրների միջև համագործակցության աճող ցանկությունը։ Նրա խոսքով Եվրամիությունը պլանավորում է ընդլայնել փոխգործակցությունը տարբեր ուղղություններով։ Միացյալ Նահանգների նախագահը խոստացել է ավելացնել Կանադայի եւ Եվրամիության նկատմամբ մաքսատուրքերը, եթե նրանք փորձեն համատեղ ուժերով արձագանքել ամերիկյան սահմանափակումներին եւ Դոնալդ Թրամփի խոսքով վնասեն ամերիկյան տնտեսությանը։ Եվրահանձնաժողովի նախագահն էլ մտահոգություն է հայտնել Թրամփի դիրքորոշման առնչությամբ։ Այդ հարկերը վատ են բիզնեսի եւ սպառողների համար, ինչպես Ամերիկայում, այնպես էլ Եվրամիությունում, նշել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նա վստահեցրել է, որ Եվրամիությունը կշարունակի բանակցային լուծումներ փնտրել, միաժամանակ պաշտպանելով իր տնտեսական շահերը։ Դավիթ Մուրադյան, լուրեր։